Պատկերացրեք, որ ձեր ընտանիքն ապրում է մի երկրում, որը գտնվում է իր սահմաններից դուրս գտնվող ուժերի ողորմածության ներքո։ Երկիր, որտեղ քարտեզի վրա գծվող գծերը եւ ձեր կյանքի ընթացքը վերագծվում են հեռավոր գերտերությունների կողմից։ Մեկը ճնշում է արևելքից, իսկ մյուսը արևմուտքից։ Կարճ ասած, ձեր տունը, ձեր ապագան, ձեր երեխաների ճակատագիրը, ձեր երկրի գոյությունն ու ինքնիշխանությունը, ամեն ինչ կախված է այս ուժերից։ Ձեզ համար ընտրությունը դառնում է անտանելի։ Մնալ եւ պատերազմի վտանգին ենթարկվել, թե թողնել ամեն ինչ եւ տեղափոխվել մեկ այլ վայր, որտեղ մեծ հաշվով ձեր ապագան էլի անորոշ կլինի։ Տեսարանը կարծես թե ծանոթ է, բայց ոչ։ Դուք չեք բնակվում այսօրվա Հայաստանում, Ուկրաինայում կամ Արևելքի եւ Արևմուտքի միջև ընկած մեկ այլ երկրում։ Այն տեսարանը, որ ես հենց նոր նկարագրեցի, այսօրվա աշխարհից չէ։ Տեսարանը Հունաստանից է, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Հունաստանը, ինչպես շատ այլ երկրներ, կանգնել էին երկու գերտերությունների՝ Միացյալ Նահանգների եւ Խորհրդային Միության միջև։ Սա էր կյանքը առաջին սառը պատերազմի ճակատային գծում եւ ոչ միայն Հունաստանում, այլ տասնյակ երկրներում, որոնք հայտնվել էին համաշխարհային պայքարի ուղեծրում։ Այսօր շատ երկրներ կրկին հայտնվել են Արևելքի եւ Արևմուտքի միջև, ինչը որոշ փորձագետներ անվանում են արդեն նոր սառը պատերազմ Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջև։ Բայց մինչ ես կքննարկեմ նոր սառը պատերազմը եւ կտամ դրա խորը վերլուծությունը, ես նախ ուզում եմ ձեզ հետ ճամփորդել դեպի 20-րդ դարի կեսեր, վերադառնալ դեպի առաջին սառը պատերազմ, վերադառնալ Միացյալ Նահանգների եւ ԽՍՀՄ-ի միջև երկարատև ջախջախիչ դիմակայությանը։ Սա 3 մասից բաղկացած տեսաշարի առաջին տեսանյութն է։ Այսօրվա տեսանյութում ես կքննարկեմ առաջին սառը պատերազմի կատաղի մարտերը գերիշխանության համար, մարտեր գաղափարախոսության եւ համաշխարհային գերակայության համար, մարտեր, որոնք փոխեցին մի ամբողջ դարաշրջան։ Ողջույն։ Ձեզ հետ է Word & Me Project-ը եւ դոկտոր Եվա Ալեքսանյանը։ Word & Me Project-ը հարթակ է, որը նվիրված է մեզ շրջապատող աշխարհը, այն ձևավորող ուժերը եւ արժեվում գտնվող ուղին հասկանալուն, ընդհանուր կամ մեծ պատկերին պատմության եւ տնտեսագիտության ոսպնյակի միջոցով նայելու շնորհիվ։ Անկախ նրանից, թե ես խոսում եմ անհատի կամ երկրի մասին, իմ նպատակն է տեղեկացնել, կրթել, վերլուծել եւ ներկայացնել անցյալը, որպեսզի ավելի լավ հասկանանք ներկան եւ պատկերացնենք, թե ինչ զարգացումներ կարող են լինել ապագայում։ Եթե կարծում եք, որ քննարկվող թեմաները եւ վերլուծությունները արժեքավոր են, ապա խնդրում եմ հավանել այս տեսանյութը, կիսվել այն ուրիշների հետ եւ բաժանորդագրվել մեր ալիքին։ Ես իսկապես շնորհակալ եմ նրանց, ովքեր ժամանակ են տրամադրում, դիտում են Word & Me Project-ի տեսանյութերը, մեկնաբանություններում գրում են իրենց կարծիքները եւ կիսվում ուրիշների հետ իմ աշխատանքով։ Թեև զբաղվածության պատճառով ես միշտ չէ, որ կարողանում եմ պատասխանել, բայց ես տեսնում եմ, կարդում եմ ձեր արձագանքները եւ խորապես գնահատում եմ ձեր կարծիքը։ Հենց դուք եք պատճառը, որ ես շարունակում եմ տեսանյութեր պատրաստել եւ քննարկել տարբեր երևույթներ։ Word & Me Project-ի կայքն է www.wordandme.info, որտեղ կարող եք տեղեկանալ Word & Me նախագծի մասին, կարդալ հետաքրքիր եւ բովանդակալից հոդվածներ, ինչպես նաեւ ծանոթանալ իմ այլ նախագծերի հետ։ Օրինակ, իմ կայքում կարող եք գտնել տեղեկություն իմ վերջերս հրատարակած նկարազարդ պոեմ գրքի մասին։ Այն սիրո, կորստի, տոկունության, կրքի, բարության եւ ուժի պատմություն է, նվիրված Վարդավառի, մեր հայկական դիցաբանության գլխավոր երկու կերպարների՝ Աստղիկ Աստվածուհու եւ Վահագնի պատմությանը։ Բանաստեղծական ոճով գրված այս գիրքը ներկայացնում է, թե ինչպես էինք մենք, հայերս, հին քաղաքակրթության կրողներս, պատկերացնում մեր շուրջ աշխարհը եւ ինչպես էինք պատկերացնում Վարդավառը։ Գիրքը հասանելի է Amazon-ում եւ այլ խոշոր առցանց հարթակներում։ Հղումները կտեղադրեմ ներքևում։ Իսկ այժմ վերադառնանք 20-րդ դար։ Մոտ 50 տարի երկու գերտերություններ՝ Միացյալ Նահանգները եւ Խորհրդային Միությունը, գլոբալ պայքարի մեջ էին իշխանության համար։ Այս պատերազմն իր բնույթով տարբերվում էր նախկինում եղած բոլոր պատերազմներից։ Այս երկու գերտերությունները երբևէ իրար դեմ հրթիռներ չարձակեցին։ Նրանց բանակները միմյանց հետ չարճակատվեցին, համենայն դեպս ոչ ուղղակի իմաստով։ Փոխարենը այս երկու գերտերությունները միմյանց դեմ սկսեցին գաղափարախոսությունների պատերազմ, ազդեցության պատերազմ, պատերազմ առանց բաց կրակի,
Ահա թե ինչու ենք այն անվանում սառը պատերազմ։ Սա տեսլականների ազդեցության եւ ուժի համաշխարհային մրցույթ էր։ Մի կողմում կանգնած էր Միացյալ Նահանգները, որն առաջ էր տանում կապիտալիզմի, ժողովրդավարության եւ ազատ շուկաների գաղափարը, իսկ մյուս կողմում Խորհրդային Միությունն էր, որն առաջ էր տանում կոմունիզմի, կենտրոնական պլանավորման եւ ավտորիտար վերահսկողության գաղափարը։ Բայց հարց է առաջանում. ինչպես սկսվեց այս ամենը։ Սառը պատերազմը սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Իհարկե, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Միացյալ Նահանգները եւ Խորհրդային Միությունը համագործակցեցին նացիստական Գերմանիայի դեմ։ Եվ իրոք Միացյալ Նահանգները Խորհրդային Միությանը զգալի ռազմական եւ հումանիտար օգնություն տրամադրեց այդ տարիներին Land-Lease Act-ի շրջանակներում։ 1941-ից մինչև 45 թվականները Միացյալ Նահանգները Սովետական Միությանը տրամադրեց ավելի քան 400,000 բեռնատար, 14,000 ինքնաթիռ, 13,000 տանկ, ինչպես նաև զինամթերք, պարենային պաշարներ, երկարաշրջիտ կոշիկներ, շարժական նյութեր եւ շոգեքաշեր։ Սա Գերմանիայի դեմ պայքարելու եւ Գերմանիային թուլացնելու նպատակ ուներ։ Հստակ էր, որ նման բան արվում է ընդհանուր թշնամու դեմ պայքարելու անհրաժեշտությունից ելնելով։ Սովետական Միությունն ու Միացյալ Նահանգները երկու տերություններ էին, որոնք չունեին ընդհանուր արժեքներ։ Բնական դաշնակիցներ նրանք չէին, եւ նրանց միակ միավորող բանը ընդհանուր թշնամին էր։ Միացյալ Նահանգները եւ Խորհրդային Միությունը սկզբունքորեն հակադիր տեսլականներ ունեին այն հարցի շուրջ, թե ինչպես պետք է կառավարվի աշխարհը, ինչպես պետք է գործեն տնտեսությունները եւ ինչպիսի դեր պետք է ունենան անհատները, շուկաները եւ պետությունը։ Կապիտալիզմ եւ կոմունիզմ, ժողովրդավարություն եւ ավտորիտար ռեժիմ, մասնավոր հատված եւ կենտրոնական պլանավորում։ Աշխարհն ուղղակի շատ փոքր էր այս երկու աշխարհայացքների համար միաժամանակ նույն վայրում գոյություն ունենալու համար։ Վաղ թե ուշ այս երկու գաղափարախոսություններն ու դրանց կրող երկու կերտերությունները բախվելու էին միմյանց։ Հասկանալու համար, թե ինչու էր սառը պատերազմը գրեթե անխուսափելի եւ ինչու էր այս երկու ազգերին վիճակված դառնալ կատաղի հակառակորդներ, մենք պետք է ավելի հեռուն գնանք։ Վերադառնանք դեպի 20-րդ դարի սկիզբ, սառը պատերազմի պաշտոնապես սկսվելուց տասնամյակներ առաջ։ 20-րդ դարի սկզբին Միացյալ Նահանգներում կապիտալիզմի ճեղքերն արդեն ի հայտ էին գալիս։ Ոսկե դարաշրջանը վիթխարի հարստություն էր բերել մի քանիսին, Միացյալ Նահանգների այն ժամանակվա բիզնես էլիտային, բայց հետևում էր թողել աճող ցածր խավ։ Տնտեսական հսկայական անհավասարությունը, աշխատուժի շահագործումը եւ չվերահսկվող կորպորատիվ մենաշնորհներն առաջացրեցին համատարած անկարգություններ։ Ամբողջ երկրում աշխատողները սկսեցին միավորվել, պահանջելով ավելի ապահով աշխատանքային պայմաններ, արդար աշխատավարձ, թոշակներ եւ արհմեություններ ստեղծելու իրավունք։ Սկսվեցին մասսայական գործադուլներ գրեթե բոլոր ոլորտներում, պողպատից եւ ածուխից մինչեւ երկաթուղիներ եւ տեքստիլ արտադրություն։ Կապիտալիզմը շատ առումներով գտնվում էր պաշտպանական դիրքերում։ Միացյալ Նահանգների էլիտան լուրջ մտավախություն ուներ, որ եթե բարեփոխումներ չլինեն, ապա Միացյալ Նահանգները եւ դրա կապիտալիստական համակարգը չի կարողանա դիմակայել սոցիալիստական ապստամբությանը կամ նույնիսկ հեղափոխությանը, ճիշտ այնպես, ինչպես եղավ Ռուսաստանում 1917 թվականին։ Ուստի ի պատասխան բողոքների եւ ցույցերի Միացյալ Նահանգների կառավարությունը աստիճանաբար սկսեց ձևավորել եւ ներդնել սոցիալական ծրագրեր։ Ծրագրերը ինչպիսիք էին սոցիալական ապահովությունը, գործազրկության ապահովագրությունը, աշխատանքի պաշտպանությունը չեն ներդրվել զուտ բարեգործությունից եւ ժողովրդի նկատմամբ սիրուց դրդված։ Դրանք ստեղծվել են կապիտալիստական համակարգը պահելու համար, ստեղծվել էին որպեսզի կապիտալիստական համակարգի ամենադաժան հատվածները, եզրերը մեղմվեն եւ հնարավորություն ընձեռեն այդ համակարգի կյանքը երկարացնել։ Շատ առումներով այս բարեփոխումները կոչված էին ոչ թե կապիտալիզմը խարխլելու, այլ այն փրկելու համար։ Այսօր էլ կան բավական հետաքրքիր զուգահեռներ այդ դարաշրջանի կապիտալիզմի եւ այն ամենի միջև, ինչ մենք տեսնում ենք մեր օրերում։ Սրա վառ օրինակն է Ամազոնի նման ընկերություններն ու դրա հիմնադիր
հիմնադրի գործողությունները։ Արդեն որ երրորդ հոդվածն է հրատարակվում այն մասին, որ պահեստի աշխատողները զրկված են զուգարան գնալու տարական ընդմիջումներից, ստիպում են իրենց կարիքները բավարարել շշերի մեջ, մինչդեռ ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը ծրագրում է շքեղ հարսանիք, որի ժամանակ քանի օր պետք է փակվի Վենետիկ քաղաքը, այդ տուրիստական հաբը։ Պատկերացրեք Վենետիկի փակելը ինչ մեծ գումարների մասին է խոսքը։ Այժմ երբ Թրամփի ադմինիստրացիան փորձում է կրճատել մարդկանց հասնող առողջապահությունը, թոշակը, մինչդեռ գերհարուստները կարող են նման ճոխություններ իրենց թույլ տալ եւ անում են հրապարակայնորեն, 1, 2 եւ նման բաները շատ վատ հետևանքներ են ունենալու։ Ես չեմ զարմանա, եթե սկսվի վերադարձ դեպի 20-րդ դարի սկզբեր։ Եվ արդեն կան սրա առաջին նշանները, միայն այն, որ Ալեքսանդրա Օկասիո-Կորտեսը եւ Բերնի Սանդերսը իրենց սոցիալիստական գաղափարներով այդքան լայն ընդունելություն ունեն ամերիկյան հասարակության որոշ շերտերում, հենց սրա մասին է խոսում։ Նրանք հենց այս երևույթի սիմպտոմներն են, որը ցույց է տալիս, որ աշխատավորները պահանջում են ներկայացվածություն եւ իրենց հարցերին լուրջ ուշադրություն կոնգրեսում եւ այլուր։ Այսպիսով 20-րդ դարի սկզբին, երբ կապիտալիզմը վտանգված էր եւ սոցիալիզմը գրավիչ էր դառնում աշխատավորների շրջանում, Միացյալ Նահանգները հաշվարկված քայլեր ձեռնարկեց պաշտպանելու իր կապիտալիստական համակարգը։ Բայց սա չի նշանակում, որ Միացյալ Նահանգների կառավարությունն ու վերնախավը անհանգստացած չէին, որ ամեն ինչ կարող է ոչ այնքան ցանկալի ուղղությամբ ընթանալ իրենց համար։ Միացյալ Նահանգները իսկապես անհանգստացած էր սոցիալիզմի տարածմամբ իր սահմանների ներսում եւ սահմաններից դուրս։ Այդ պահից ի վեր արդեն սկսվել էր կապիտալիզմի եւ սոցիալիզմի մեջ լուռ պայքարը։ Եվ այն միայն գնալով խորացավ, երբ ի հայտ եկավ մի նոր գլոբալ խաղացող Խորհրդային Միության տեսքով։ Խորհրդային Միությունը ոչ միայն սոցիալիզմի գաղափարները ներդնում էր իր սահմաններում եւ իր տերության ներսում եւ ամրապնդում դրանք, այլև ակտիվորեն արտահանում էր այս գաղափարները որպես հեղափոխական մոտեցում, մոդել, որը պետք է փոխարիներ կապիտալիզմին ամբողջ աշխարհում։ Բոլշևիկները տապալեցին միապետությունը, քանդեցին հարստության եւ դասակարգի կառույցները եւ կառուցեցին պլանային համակարգ, որը խոստանում էր հավասարություն եւ սոցիալական արդարություն, գոնե տեսականորեն։ Բայց ինքը Խորհրդային Միությունը վախենում էր կապիտալիստական գաղափարների տարածումից։ Ինչու՞։ Որովհետև կապիտալիզմը անհատի ազատության, սպառողների ընտրության եւ բաց շուկաների խոստումներով ուղղակիորեն սպառնում էր խորհրդային գաղափարախոսությանը։ Եթե խորհրդային քաղաքացիները սկսեին հավատալ, որ կապիտալիզմի ներքո կյանքը կարող է ավելի լավ լինել, ավելի շատ հնարավորություններ լինեն, մարդիկ կարող են ավելի արժանապատիվ ապրել, ամբողջ խորհրդային համակարգը կարող էր փլուզվել։ Այսպիսով սովետական միության համար էլ կապիտալիզմը պարզապես այլընտրանք չէր։ Կապիտալիզմը սովետական միության համար վտանգ էր։ Սովետական միության համար կապիտալիզմը բնորոշում էր անհավասարությունը, շահագործումը եւ իմպերիալիզմը, հենց այն երևույթները, որոնք կարմիր հեղափոխությունը պնդում էր, որ հաղթահարել է։ Խորհրդային առաջնորդների համար, ինչպիսիք են Լենինը, իսկ հետագայում նաև Ստալինը, արևմտյան կապիտալիստական ազդեցությունը սպառնալիք էր բուն հեղափոխության գոյատևման համար։ Ահա թե ինչու 1920-ականներին եւ 30-ականներին Խորհրդային Միությունն արդեն արևմտյան լրատվամիջոցների նկատմամբ գրաքննություններ կատարում, արգելում էր օտար քաղաքական կազմակերպությունները եւ խստորեն վերահսկում սահմանները։ Նրանք վախենում էին, թե ինչ կարող են անել կապիտալիստական գաղափարները իրենց ժողովրդի մտքում եւ սրտում։ Այսպեսով նույնիսկ սառը պատերազմի սկսվելուց տասնամյակներ առաջ այս երկու տերությունները գաղափարական առումով արդեն գտնվում էին երկու հակառակ կողմերում եւ յուրաքանչյուր կողմը թշնամաբար էր վերաբերվում մյուս կողմի գաղափարախոսությանը։ Եվ ահա 20-րդ դարի կեսերին այդ տարանջատումը վերածվեց շատ ավելի վտանգավոր երևույթի, գաղափարական բախման, որտեղ կողմերից յուրաքանչյուրը կարծում էր, որ գոյատևման միակ ճանապարհը մյուսի կործանումն է։ Այս աճող ճեղքը լավ նկարագրեց Ուինստոն Չերչիլը իր այն մտքով, որ երկաթե վարագույրը իջնում է մայրցամաքի վրա։ Եվ այդ վարագույրը ավելին էր, քան պարզապես փոխաբերություն, շուտով այն ունեցավ նաև ֆիզիկական
բնույթ Բեռլինի պատի տեսքով, որն էլ աշխարհի արևելքի եւ արևմուտքի բաժանման կոնկրետ խորհրդանիշը դարձավ։ Ցանկանում եմ հիշեցնել ձեզ, որ այս տեսանյութի շրջանակներում ես կկենտրոնանամ սառը պատերազմի միայն հիմնական պատերազմների եւ ուժային պայքարի վրա։ Հետագա դրվագներում ես կխոսեմ սառը պատերազմի մյուս կողմերի մասին, որոնք ներառել են դիվանագիտությունը, ինստիտուտները, տնտեսությունները, ճանապարհները եւ ռեսուրսները, հենց այն երևույթները, որոնք ձևավորեցին աշխարհն այն ժամանակ եւ շարունակում են մեծ դեր խաղալ եւ ինչու ոչ, ձևավորել աշխարհն այսօր։ Այսպիսով, նկատի ունենալով այս ամենը, եկեք վերադառնանք 1948 թվական Արևմտյան Բեռլինի խորհրդային շրջափակման ժամանակներ։ 1948 թվականի հունիսին Խորհրդային Միությունը փակեց բոլոր ցամաքային եւ ջրային ճանապարհները, երթուղին եւ այլն դեպի Բեռլինի այն հատվածները, որոնք վերահսկվում էին արևմտյան դաշնակիցների կողմից։ Նպատակը պարզ էր՝ ստիպել Միացյալ Նահանգներին, Մեծ Բրիտանիային եւ Ֆրանսիային լքել արևմտյան Բեռլինը քաղաքը սովի ենթարկելու միջոցով։ Բայց Միացյալ Նահանգները չնահանջեց։ Փոխարենը այն գործարկեց Բեռլինի ավիաուղիները։ Շուրջ 1 տարի ամեն մի քանի րոպեն մեկ Միացյալ Նահանգներից սննդով, վառելիքով, դեղորայքով եւ այլ անհրաժեշտ պարագաներով բեռնված ինքնաթիռները վայրեջք էին կատարում արևմտյան Բեռլինում։ Սա համարվում է 20-րդ դարի ամենահամարձակ մարդասիրական ջանքերից մեկը։ Բայց ինչու Միացյալ Նահանգները այդքան անսովոր քայլի դիմեց, փրկելով արևմտյան Բեռլինը։ Որովհետև Բեռլինը դարձել էր սառը պատերազմի, այն է արևմուտքի եւ արևելքի պայքարի խորհրդանիշը։ Բեռլինից հրաժարվելը կնշանակեր, որ Միացյալ Նահանգները ընդունում է պարտությունը ոչ միայն մեկ քաղաքում, այլ ավելի մեծ գաղափարական պայքարում։ Արևմտյան Բեռլինն ընկալվում էր որպես ժողովրդավարության եւ կապիտալիզմի փարոս, որը շրջապատված էր կոմունիստական արևելյան Գերմանիայով։ Այսպիսով Միացյալ Նահանգների ձեռնարկած օդային փոխադրումները պարզապես մատակարարումներ չէին, այն նախևառաջ ուղերձ էր աշխարհին եւ հատկապես Խորհրդային Միությանը, որ Միացյալ Նահանգները հետ չի կանգնելու այս պայքարից։ Բեռլինը դարձավ սառը պատերազմի առաջնագիծը եւ աշխարհը ուշադիր հետևում էր դրան։ Թեև Բեռլինի պատը կառուցվեց միայն 1961 թվականին, բայց 1948 թվականի ճգնաժամը արդեն ամրապնդել էր արևմտյան Բեռլինի դերը որպես ազատության հզոր խորհրդանիշ, ժողովրդավարական ֆորպոստ, խորհրդային վերահսկողության տակ գտնվող տարածքի սրտում։ Բայց Բեռլինը մի փոքր ավելի հանգիստ պայքարի շրջանն էր։ Բեռլինից հետո սկսվեց 1950 թվականի կորեական պատերազմը։ Սա սառը պատերազմի առաջին խոշոր ռազմական բախումն էր երկու գերտերությունների միջև երրորդ երկրի տարածքում։ Կորեական պատերազմը սկսվեց նրանով, որ Հյուսիսային Կորեան Խորհրդային Միության եւ Չինաստանի աջակցությամբ անակնկալ ներխուժեց հարավ, փորձելով միավորել թերակղզին կոմունիստական իշխանության ներքո։ Սա այն համարձակ քայլերից էր, որն անմիջապես փորձարկեց Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների վճռականությունը։ Բայց ինչու էր պետք ինչու էր Միացյալ Նահանգները հետաքրքրված կամ անհանգստացած Կորեայի համար։ Ինչու պետք է Միացյալ Նահանգները միջամտեր սեփական սահմաններից այդքան հեռու գտնվող երկրում կատարվող իրադարձություններին։ Սրա համար կան մի քանի պատճառ։ Ես կկենտրոնանամ դրանցից երկուսի վրա։ Առաջին, Միացյալ Նահանգների համար Կորեան դարձավ սառը պատերազմի ժամանակ խորհրդային ազդեցության սսման դոկտրինի խորհրդանիշներից մեկը։ Մտավախություն կար, որ եթե Ասիայում մի երկիր դառնա կոմունիստական, շուտով մյուսները կհետևեն դրա օրինակին։ Սա հետագայում հայտնի դարձավ դոմինոյի տեսություն անունով։ Այն համոզմունքը, որ կոմունիստական էքսպանսիան մեկ երկրում կարող է առաջացնել նմանատիպ երևույթների կասկադ ամբողջ տարածաշրջանում։ Կորեան համարվում էր առաջին դոմինոն, եւ եթե այն ընկներ, շեղվեր, ամբողջ տարածաշրջանը կարող էր շեղվել եւ դրա աշխարհքաղաքական հետևանքները կարող էին հսկայական լինել։ Երկրորդ պատճառը կարևոր է նաեւ հիշել, որ մինչ 1950 թվականը Միացյալ Նահանգներն արդեն մեծ ներդրումներ էր կատարել Ճապոնիայի վերակառուցման համար։ Ճապոնիան վերածվում էր ժամանակակից ժողովրդավարական դաշնակցի եւ ընկալվում էր որպես տարածաշրջանում ինչպես Չինաստանի, այնպես էլ Խորհրդային Միության
ռազմավարական հակակշռի։ Միացյալ Նահանգները հսկայական փող, ռեսուրսներ եւ քաղաքական կապիտալ էր արդեն ներդրել Ճապոնիայի վերականգնման համար։ Այսպիսով, շրջակա տարածաշրջանի Ճապոնիայի հարևանությամբ կորեական թերակղզու կայունությունը էական էր Ճապոնիան լուրջ խաղացող եւ հակակշիռ դարձնելու առաքելության համար։ Մի խոսքով, Կորեայում Միացյալ Նահանգների միջամտությունը ոչ թե մի փոքր երկրի պաշտպանության համար էր, այլ Ասիայի այդ հսկայական աշխարհամասի հետ պատերազմյան ամերիկյան տեսլականը պաշտպանելու համար էր եւ ապացուցելու համար, որ Միացյալ Նահանգները ամուր կկանգնի ցանկացած կոմունիստական առաջխաղացման դեմ։ Սրանք էին այն հիմնական պատճառները, թե ինչու Միացյալ Նահանգները Միացյալ ազգերի կազմակերպության դրոշի ներքո միջամտեց կորեական պատերազմին։ Բայց նաև հարց է առաջանում, իսկ ինչ հետաքրքրություններ ուներ Խորհրդային Միությունը։ Խորհրդային Միության համար Կորեան ներկայացնում էր Ասիայում կոմունիստական ազդեցությունն ընդլայնելու հնարավորություն առանց մեծ ռիսկի գնալու եւ Միացյալ Նահանգների հետ ուղիղ առճակատվելու։ Բայց Ստալինի դրդապատճառները հեռու էին գաղափարախոսության տարածումից։ Միայն գաղափարախոսության տարածումից։ Դրանք խորապես արմատավորված էին աշխարհքաղաքականության, ռազմավարության եւ առևտրային եւ ռազմական ուղիների վրա ունեցած ազդեցության վրա։ Նախ Կորեան ԽՍՀՄ-ի համար կարող է լինել կարևոր ռազմավարական բուֆեր։ 10-րդ դարի վերջերից սկսած Ռուսաստանի, Ճապոնիայի եւ Չինաստանի կողմից Կորեան դիտարկվում էր որպես ցանկալի ռազմավարական կետ։ Բոլոր վերանշյալ խաղացողները միշտ ցանկացել են տիրել այս տարածքին։ Չմոռանանք 10-րդ դարի վերջի Չինա-ճապոնական պատերազմը, որից հետո Ճապոնիան հսկայական ազդեցություն սկսեց ունենալ Կորեայում, հետո արդեն ռուս-ճապոնական պատերազմը 20-րդ դարի սկզբին, ինչից հետո Ճապոնիան բռնակցեց Կորեան, այսինքն Չինաստանը, Ռուսաստանը եւ Ճապոնիան ոչ թե պարզապես հետաքրքրվում էին Կորեայով, Կորեային տիրելու համար, այս երկրները պատերազմներ են մղել այդ տարածքում եւ մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտ Կորեան ճապոնական ազդեցության գոտի էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի պարտությունից հետո սովետական զորքերը արագ տեղակայվեցին Կորեայի հյուսիսային հատվածում եւ իշխանության բերեցին Կիմ Il Sungին, կոմունիստի, ով ԽՍՀՄ կողմից վստահված անձ էր եւ կարող էր ղեկավարել Խորհրդային Միության արևելյան թևում գտնվող այդ հավատարիմ արբանյակ պետությունը։ Ստալինի համար Կորեան ներխուժման երկրորդ դրդապատճառն այն էր, որ Կորեան Խորհրդային Միությանը հնարավորություն էր ընձեռում տեղավորվել Խաղաղ օվկիանոսում։ Այն Մոսկվային հենարան էր տրամադրում ճապոնական եւ դեղին ծովերի հիմնական նավագնացության ուղիների մոտ։ Թեև Կորեան ռեսուրսների առումով որպես այդպեսին մեծ մրցանակ չէր, բայց Կորեայի աշխարհագրական դիրքը կենսական նշանակություններ տալիս տարածաշրջանային տարբեր նախագծերի համար։ Երրորդ պատճառն այն էր, որ Ստալինը խորապես մտահոգված էր Ասիայում Միացյալ Նահանգների ռազմական եւ տնտեսական ընդլայնմամբ, հատկապես Ճապոնիայի եւ Ֆիլիպինների վրա Ամերիկայի աճող ազդեցությամբ։ Սովետամետ կոմունիստական Կորեան կարող էր օգնել հակակշռել Միացյալ Նահանգների գերիշխանությունը տարածաշրջանում եւ ծառայել որպես ավելի լայն ասիական կոմունիստական բլոկի մաս, որը ներառում էր Մաոյի ստեղծած Չինաստանի ժողովրդավարական հանրապետությունը։ Վերջապես կորեական հակամարտությունը թույլ տվեց Ստալինին փորձարկել Միացյալ Նահանգների վճռականությունը եւ թույլ տալ, որ Չինաստանը ստանձնի անմիջական դեր մարտերում, առաջնորդության դեր, իսկ Խորհրդային Միությունը կարող էր խուսափել բաց պատերազմից, միևնույն ժամանակ քամելով ամերիկյան ռեսուրսներն ու նվազեցնելով Միացյալ Նահանգների նկատմամբ վստահությունը ամբողջ աշխարհում։ Կորեական պատերազմը տևեց 3 դաշն տարի։ Միլիոնավոր մարդիկ մահացան եւ ի վերջո այն ավարտվեց ոչ թե հաղթանակով, այլ փակուղով։ 1953 թվականին կորեական թերակղզին բաժանվեց կապիտալիստական հարավի եւ կոմունիստական հյուսիսի միջև։ Թեև երկու գերտերությունների միջև կային շատ այլ կարևոր պատերազմներ եւ ուժային պայքարներ, այդ թվում Հնդկաստանի եւ Չինաստանի միջև, Հնդկաստանի եւ Պակիստանի միջև հակամարտությունները, Ինդոնեզիայում ազդեցության համար կատաղի մրցակցությունը, որը խլեց կես միլիոնից մինչև 2 միլիոն մարդկանց կյանք, ինչպես նաև Ասիայի, Լատինական Ամերիկայի, Եվրոպայի եւ Աֆրիկայի հատվածներում պայքարները։
Շատ հակամարտություններ եղան այդ շրջանում եւ շատ երկրներ դարձան այս երկու ուժերի համար թատերաբեմ, բայց այս տեսանյութն արդեն բավականին երկար է, ուստի այս տեսանյութի շրջանակներում ես կկենտրոնանամ միայն հիմնական իրադարձությունների վրա, որոնք առավել հստակ ձևավորեցին սառը պատերազմի ընթացքը եւ դրա ընկալումը։ Եվ այսպիսով Միացյալ Նահանգների եւ Խորհրդային Միության միջև լարվածությունը իր գագաթնակետին հասավ 1962 թվականին Կուբայի հրթիռային ճգնաժամի ժամանակ, երբ ամերիկյան հետախուզությունը Կուբայում հայտնաբերեց խորհրդային միջուկային հրթիռներ, Միացյալ Նահանգների ափերից ընդամենը 90 մղոն հեռավորության վրա։ 13 օր շարունակ մոլորակը միջուկային պատերազմի եզրին էր։ Միայն դիվանագիտությունը եւ գաղտնի գործարքները երկու կողմերին հետ քաշեցին նման սարսափելի բախումից։ Կուբայի հրթիռային ճգնաժամն ահազանգ էր Միացյալ Նահանգների համար։ Այն ցույց տվեց, թե որքան խոցելի էր Միացյալ Նահանգները։ Առաջին անգամ ամերիկյան հասարակությունը եւ նրա առաջնորդները հստակ տեսան, որ սառը պատերազմը պարզապես գաղափարական չէր, իսկ տաք պայքարները միայն այլ երկրների տարածքում չէ, որ կարող էին տեղի ունենալ։ Առաջին անգամ որպես այդպեսին ընկալվեց, որ այդ պայքարը էքզիստենցիալ էր եւ որ ամերիկան շահավետ դիրքերում չէր։ Սրան հաջորդեց Վիետնամի պատերազմը, ողջ սառը պատերազմի ամենադաժան եւ ծախսատար հակամարտություններից մեկը։ Խորհրդային Միության եւ Չինաստանի համար Հյուսիսային Վիետնամին աջակցելն առիթ էր հարված հասցնելու արևմտյան իմպերիալիզմին, սպառելու ամերիկյան ռեսուրսները, խարխլելու Միացյալ Նահանգների վստահությունն աշխարհում եւ աջակցելու կոմունիստական հեղափոխությանը, որը կամրապնդեր նրանց դիրքերը։ Դա առանց ուղղակի առճակատման ազդեցությունն ընդլայնելու միջոց էր։ Միացյալ Նահանգների համար Վիետնամը սառը պատերազմի զսպման դոկտրինի եւս մեկ կարևոր մաս էր։ Ճիշտ այնպես, ինչպես Հարավային Կորեայի դեպքում Միացյալ Նահանգների առաջնորդները կարծում էին, որ եթե Հարավային Վիետնամը դառնա կոմունիստական, ապա դրան կարող են հաջորդել Հարավարևելյան Ասիայի մնացած երկրները։ Նույն դոմինոյի էֆեկտը, որի մասին ես ավելի վաղ խոսացի։ Եվ սա բնականաբար կփոխեր ուժերի հավասարակշռությունը։ Միացյալ Նահանգները նաև մտավախություն ուներ, որ չմիջամտելը կամ թուլության դրսևորումը սխալ ազդակ կլինի Խորհրդային Միության եւ Չինաստանի համար, որ նման գործողությունները կարող են ծավալել աշխարհի այլ վայրերում։ Այսպեսով Միացյալ Նահանգները միացավ պայքարի։ Պայքարը սրվեց։ Մոտ 2 տասնամյակ Միացյալ Նահանգները պատերազմ մղեց Հարավարևելյան Ասիայում կոմունիզմի տարածումը կասեցնելու համար։ Պատերազմը ձգձգվեց, մարդկային կորուստների թիվն ապշեցուցիչ էր։ Միլիոնավոր վիետնամցի խաղաղ բնակիչներ եւ զինվորներ զոհվեցին։ Այդ պատերազմը մահացավ նաեւ ավելի քան 58,000 ամերիկացի։ Երբ սկսվեցին ավելի ու ավելի մեծ քանակով դիակներ ետ բերվել Միացյալ Նահանգներ եւ քիչ-քիչ հասարակությունը տեղեկացավ, թե ինչ է կատարվում Վիետնամում, ամերիկյան հասարակությունը ցնցված այդ պատերազմի դաշնությունից, հիասթափված իր կառավարության ստերից եւ անվերջանալի թվացող մարդկային եւ այլ ռեսուրսների կորստից սկսեց պահանջել դադարեցնել պատերազմը։ Միացյալ Նահանգներով մեկ սկսվեցին ցույցեր։ Միացյալ Նահանգների կառավարությունը կորցրեց վստահությունը սեփական ժողովրդի աչքերում եւ այլևս չուներ այդ ժողովրդական մանդատը պատերազմը շարունակելու համար։ Ի վերջո Միացյալ Նահանգները պարտվեց պատերազմում եւ նահանջեց։ 1975-ին Սայգոնի անկումը շրջադարձային պահ էր ամերիկյան արտաքին քաղաքականության համար։ Սա միանգամայն փոխեց այն, թե ինչպես է աշխարհն ընկալում Միացյալ Նահանգների հզորությունը։ Սա ուժեղ ապտակ էր Միացյալ Նահանգների համար։ Ես ուզում եմ մի պահ դադար տալ եւ մի բան պարզաբանել։ Թեև մենք հաճախ խոսում ենք սառը պատերազմի մասին որպես գաղափարախոսությունների բախման պայքար, որի ժամանակ կոմունիզմը պայքարում էր կապիտալիզմի դեմ, ժողովրդավարությունն ընդդեմ դիկտատուրայի եւ այո գաղափարախոսությունը դրա հիմքում էր, որը ձևավորում էր երկու կողմերի հռետորաբանության եւ ռազմավարության մեծ մասը, բայց այս պայքարը երբևէ չի վերաբերվել միայն գաղափարախոսությանը։ Նման պայքարը մղվում էր ոչ միայն
համոզմունքների համակարգը պաշտպանելու եւ տարածելու համար, այլ նման պայքար մղվում է ռեսուրսներ, առևտրային ուղիներ եւ ռազմավարական գերակայության համար։ Այս հակամարտությունները ծավալվում էին այն երկրներում, որոնք կամ ունեին կենսական ռեսուրսներ, նավթ, օգտակար հանածոներ, բերի հողեր, կամ գտնվում էին մայրցամաքներն ու տնտեսությունները կապող կարևոր կետերում եւ խաչմերուկներում։ Սրանք պատահական մարտադաշտեր չէին, սրանք կարևոր երկրներ էին, սրանք վայրեր էին, որոնց վերահսկողությունը կարող էր փոխել ուժերի հավասարակշռությունը համաշխարհային մասշտաբով։ Այդ ամենի հիմքում վերահսկողությունն էր, վերահսկողությունը տարածքի նկատմամբ, վերահսկողություն ազդեցության գոտիների նկատմամբ, վերահսկողություն գլոբալ համակարգերի նկատմամբ, որոնք որոշիչ էին, թե ով կարող է մուտք գործել, ով կարող է ունենալ լծակներ եւ ով պետք է դուրս մնա այդ խաղից։ Գաղափարախոսությունը պարզապես այսպես մի դրոշ էր, տեսանելի մի բան, բայց հիմնական պայքարը մղվում էր գլոբալ ազդեցության աշխարհագրական առումով կոնկրետ դիրքավորման, ռեսուրսների եւ տնտեսական ներուժի համար։ Սա էր մեծ խաղը, եւ սա կարևոր է հասկանալ եւ նկատի ունենալ, երբ մենք քննարկում ենք Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջև սկսված նոր սառը պատերազմը։ Նոր սառը պատերազմում գաղափարախոսությունը ինչ որ դեր խաղում է, բայց շատ երկրորդային է, ոչ այնքան կենտրոնական, որքան Միացյալ Նահանգների եւ Խորհրդային Միության միջև սառը պատերազմի ժամանակ, բայց Միացյալ Նահանգներ Չինաստան սառը պատերազմի մյուս մասերը, առևտրային ճանապարհների, ռեսուրսների, տնտեսությունների համար պայքարը շատ առումներով բավական նման են նախորդ սառը պատերազմին։ Եվ ահա այս ամենը նկատի ունենալով հիմա արդեն շարժվենք սառը պատերազմի վերջին հատվածին։ Տեղափոխվենք 1979 թվական, երբ Խորհրդային Միությունը սկսեց ռազմական ներխուժում Աֆղանստան։ Մի որոշում, որը կդառնա Խորհրդային Միության ամենաթանկ եւ վիճահարույց քայլերից մեկը։ Հիշեցնեմ, որ Աֆղանստանում դրանից 1 տարի առաջ կոմունիստները զավթել էին իշխանությունը, բայց զուտ պաշտոնական բացատրություն էր, թե ինչու է Խորհրդային Միությունը զորք մտցնում Աֆղանստան։ Ճշմարտությունը շատ ավելի բարդ է։ Խորհրդային Միությունը ցանկանում էր ապահովել իր հարավային սահմանը, պահպանել ազդեցությունը մի տարածաշրջանում, որը սահմանակից էր Միացյալ Նահանգների դաշնակից Պակիստանին եւ Իրանին, եւ իհարկե Խորհրդային Միությունը ցանկանում էր ճանապարհ դեպի Հնդկական օվկիանոս, այսինքն մուտք դեպի տաք ջրերով երթուղի, դեպի աշխարհի գլխավոր նավագնացության ուղիները։ Երկրորդ պատճառն այն էր, որ Խորհրդային Միությունը վախենում էր իսլամական ֆունդամենտալիզմի տարածումից։ Ընդամենը ամիսներ առաջ Իրանում հեղափոխությունը տապալել էր շահին եւ փոխարինել միապետությունը իսլամական հանրապետությունով։ Սովետական միությունն անհանգստացած էր, որ իսլամական ֆունդամենտալիզմը, նման շարժումը կարող էր տարածվել Կենտրոնական Ասիայի մյուս մուսուլմանական մեծամասնություն ունեցող իր հանրապետություններում, այդ թվում Ուզբեկիստանում, Ղազախստանում, Վրաստանում եւ այլն։ Զավթելով Աֆղանստանը նրանք հույս ունեին կասեցնել այդ շարժման թափը։ Այսպիսով Խորհրդային Միության նման քայլը միայն հարևանին օգնելու համար չէր, ինչպես ցանկացած պատերազմում է։ Խոսքը աշխարհքաղաքական վերահսկողության, իսլամական ազդեցության զսպման եւ սառը պատերազմի դիրքավորման մասին էր։ Աֆղանստանը մերձավոր արևելքի հարավային Ասիայի եւ խորհրդային սահմանների միջև խաչմերուկ էր եւ Մոսկվան չէր ցանկանում կորցնել նման կարևոր խաչմերուկը։ Եվ այսպես Խորհրդային Միությունը ներխուժեց Աֆղանստան։ Տասնամյակներ առաջ, երբ Միացյալ Նահանգները պատերազմ սկսեց Վիետնամում, Խորհրդային Միությունը զինեց հյուսիսային Վիետնամը, վերածելով վիետնամական հակամարտությունը Միացյալ Նահանգների համար մղձավանջի։ Վիետնամը սպառեց ամերիկյան ռեսուրսները եւ պառակտեց ամերիկյան հասարակությունը։ Խորհրդային Միությունը ամեն ինչ արեց, որ Միացյալ Նահանգներն ամեն առումներով արնակամ լինի եւ տոտալ պարտություն կրի ոչ միայն Վիետնամում, այլ հենց ամերիկյան հասարակության աչքերում, պառակտի հասարակությունը։ Այժմ, երբ Խորհրդային Միությունն էր ներխուժում Աֆղանստան, Ամերիկայի հերթն էր նույնը անելու։ Եվ երբ 1979 թվականի դեկտեմբերին Խորհրդային Միությունը ներխուժեց Աֆղանստան, Բժեզինսկին, Միացյալ Նահանգների նախագահ Քարթերի օրոք ազգային անվտանգության
խորհրդականը նամակ ուղարկեց Միացյալ Նահանգների նախագահին ասելով. «Վերջապես մենք հնարավորություն ունենք ԽՍՀՄ-ի գլխին սարքել իր վիետնամական պատերազմը»։ Աֆղանստանում Միացյալ Նահանգները օգտվեց հնարավորությունից անելու այն, ինչ արել էր Խորհրդային Միությունը Վիետնամում, աջակցել ապստամբությանը, արյունահոսել իրենց հակառակորդին պատերազմի միջոցով եւ արագ ներխուժումը վերածել երկար ծախսատար պատերազմի։ Միացյալ Նահանգները զինեց տեղացի մարտիկներին, մոջահեդիններին, սկսվեց երկար ջախջախիչ պարտիզանական պատերազմ, որը սպառեց խորհրդային զինվորի ոգին, փողը եւ կարողությունը։ Աֆղանստան ներխուժումը Խորհրդային Միության վերջի սկիզբն էր։ 1980-ականներին խորհրդային տնտեսության ճեղքերը սկսեցին տեսանելի դառնալ։ Խորհրդային տնտեսությունը լճացել էր, ամեն ինչի դեֆիցիտ էր, նորարարությունը կանգ էր առել։ Պատերազմից քայքայված խորհրդային տնտեսությունը տասնամյակների հսկայական ռազմական ծախսերը, անարդյունավետությունը եւ կենտրոնական պլանավորումը, որը խեղդում էր նորարարությունը եւ տնտեսական առաջընթացը, այլևս չէր կարող ամենօրյա քաղաքացիների կարիքները բավարարել, պարզապես այլևս կայուն չէր։ Իմ հաջորդ տեսանյութում ես կանդրադառնամ Միխայիլ Գորբաչովի բարեփոխումներին, Պերեստրոյկայի եւ Գլասնոստի բարեփոխումներին եւ այն, ինչը ստիպեց խորհրդային ղեկավարությանը փոխել ուղղությունը։ Բայց այստեղ կրկին ուզում եմ ընդգծել, որ Խորհրդային Միության փլուզումն արագացրեց աֆղանական պատերազմը։ Աֆղանստանի պատերազմը դարձավ այն վճռորոշ մեխը, որը խփվեց Խորհրդային Միության դագաղին։ 1989 թվականին Բեռլինի պատը փլուզվեց։ Սա հենց այն պահն էր, որը խորհրդանշում էր կոմունիստական վերահսկողության վերացումը Արևելյան Եվրոպայում։ Եվ ընդամենը 2 տարի անց 1991 թվականին Խորհրդային Միությունն ինքը լուծարվեց, վերջ տալով մոտ 70 տարվա խորհրդային կառավարմանը։ Սա առաջին սառը պատերազմի ավարտն էր, գլոբալ դիմակայություն, որը վերափոխեց սահմանները, դաշինքները եւ գաղափարախոսությունները բոլոր մայրցամաքներում։ Եվ սա մեր այսօրվա տեսանյութի ավարտն է։ Չմոռանաք սեղմել հավանել կոճակը, թողնել ձեր արձագանքները եւ կիսվել մեր տեսանյութերով։ Կհանդիպենք։